կախարդական եւ նկարչական ողջույնները ձեզ իմ փոքրիկ տաղանդավոր նկարիչներ։ Եթե դու մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, դե արդեն գիտեք, 20 տարի է ինչ էկրանից ամեն անգամ հնչեցնում եմ այս ողջույնի խոսքը։ Սիրելի փոքրիկներ, հա, թե չէ երկար կշարունակեի։ Հիշեցնեմ նաև ովքեր են ձեզ ողջունում։ Ողջունում են մեր լավագույն բարեկամները, ապաչիները, իրենց քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, ճիպսերով, արևածաղկի սերմերով հանդերձ։ Կախարդական խոսքը գիտեք եւ կախարդական ուժը գիտեք, թե ինչպես է գեղեցիկ ներկում, խրթխրթացնում եք ապաչի ընկերության ձողիկներից որևէ մեկը եւ շատ գեղեցիկ ներկում եք։ Չեմ մոռացել սիրելի փոքրիկներ, միշտ ձեզ ողջունում են մեր մուլտիպլիկացիոն հերոսները, մեր եւ ձեր սիրված։ Այնտեղ մեկը կա, տեսախցիկի ետևում, որ աչքի պոչով այսպես նայում է մեզ։ Ասում ես էլ եմ ողջունում։ Ինչ անենք, որ ես եթերի ժամանակ խոսքի իրավունք չունեմ, բայց նա կարող է ձեռքերով ցույց տալ ողջույնը, պետք է հաղորդումը ավարտել եւ այլն։ Դա ով է։ Իհարկե ժամապահ քերին։ Ողջույն ժամապահ քերին նաև ողջունում է ձեզ, այսպես տատիկով։ Նա երեխաներ շատ է սիրում, երևի ուրախ մանկություն է ունեցել։ Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, մինչև ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստ պայեք, ասեմ, որ մեր բազմաթիվ փոքրիկ հեռուստադիտողների խնդրանքով ինչ մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Մեղու ենք նկարելու, մեղու, ովքեր մեզ շատ քաղցր մեղր են տալիս։ Եվ փոքրիկներից մեկը խնդրել է, որ ոչ թե ամեն անգամ նկարում ենք մենք մեղու տարբեր կերպարներով, տարբեր մասնագիտություններով, ծաղիկների վրա կանգնած, փեթակի մոտ, այս անգամ խնդրել են, որպեսզի մենք այս մեղուին նկարենք ծաղիկով, կամ ծաղկեփնջով, լավ ծաղիկով։ Երևի թե նա ուզում է այդ ծաղիկը նվիրել ձեզ իմ փոքրիկ բարեկամներ։ Էլի հեշտ ձևով ենք նկարելու, դրա համար իմ փոքրիկ բարեկամներ, ես վերցնելու եմ սև կախարդական մատիտը ու սկսելու ենք նկարել։ Ուշադիր եղեք, հետևեք քերի մուլտիկնիկի կախարդական մատիտին, վարպետ մատիտին։ Դե գիտեք, այն կախարդական չէ, ուղղակի մեր ձեռքում է դառնում կախարդական։ Ինչ ենք անում։ Սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպիսի կլորիկ գլուխ ենք նկարելու։ Այսպիսի։ Ամենաթեթ ձվաձև։ Այստեղ ալեհավաք պոզիկներն ենք նկարելու 1 անձրևի կաթիլի նման։ Շատ լավ է։ Մազի թելիկներ սևիկներով։ Քիթիկ ուղղակի կլորիկ ենք անելու, հոպ։ Հետո աչքերն ենք նկարելու, մեծ աչքեր, այսպես, ուշադրություն, հոպ, 1, հոպ, 2, սևիկները դեպի ձեզանից աչ, կիսալուսնաձև, 1, 2, ժպտացող բերանիկ, էլի կիսալուսնաձև, փակագծում ենք ժպիտը, կարող ենք լեզուն թողնել բերանի խորոչը սևով ներկել։ Սա մեր մեղվի գլուխն է։ Ունքեր էլ տվեք, քանի որ մուլտիպլիկացիոն հերոս է։ Պարանոցը զիգզագաձև կնկարենք։ Հետո մարմինն ենք նկարելու մեր մեղուի այսպես։ Ձերքը, մեկ ձերքը, քանի որ կողքից ենք նկարել, այսպես կպած կլինի մարմնին, մյուս ձերքը առաջ, որ ծաղիկը պարզի։ Այսպես ուրեմն, այստեղից ձերքն ենք նկարում, բռունցքոտ, մյուս ձերքը այս մասից ենք նկարելու, բութ մատիկը, մուլտիպլիկացիոն ծալված 3 մատիկները, որտեղ պետք է նաև նկարենք ծաղիկը։ Լավ, ցողունը նկարենք ծաղիկի, որ ձեզ համար պարզ լինի։ Հիմա մարմինը բաժանելու ենք շերտիկների 1 կոլգծիկներով 2 3 եւ այսպես շարունակ։ Շերտիկները բաժանելու ենք գույների, քանի որ սև մատիտը մեր ձեռքին է, առաջի շերտիկը սև կանենք, երկրորդը կթողնենք սպիտակ, հետո կասեմ թե ինչ ենք անելու հերթականությամբ։ Վերևից սկսում ենք առաջի շերտիկը ներկում ենք սևով։ Կարող եք նաև վերնագրել նկարը, օրինակ իմ մտքին մի վերնագիր եկավ, երևի ծաղկավաճառ մեղուն, այդպես։ Հիմա երկրորդ շերտիկը սպիտակ թողեցինք, անցանք երրորդ շերտիկին, էլի սևով ներկեցինք,
4-րդը սպիտակ կթողնենք, 5-րդը էլի սևով կներկենք։ Դե պարզ է, սպիտակ թողված շերտիկները, սիրելի փոքրիկներ, դեղին ենք ներկելու։ Շատ լավ է։ Ոտքերը այս մասից սևով այսպիսի մի ոտքեր կնկարեմ, մուլտիպլիկացիոն, մյուս ավելի կարճ, այսպես։ Ինչը մնաց, ապրես բալիկ ջան, առանց թևերի ինչ մեղու, մենք կնկարենք նրա թևերը, հոպ, 1, հոպ, 2, թևիկների վրա այսպես ծալքեր, գծիկներ, և մեր մեղուն կարող ենք ասել, որ պատրաստ է իմ սիրելի բարեկամներ, ուղղակի պետք է նկարել նաև ծաղիկը, այսպես տերևիկ, ցողունը շարունակում ենք վերև, ևս մեկ տերևիկ, հոպ, թերթիկները ծաղկի, 1, կենտրոնի գլորիկը, պատրաստ է մեր մեղուն, շատ դյուրին ձևով, ոտքեր կարելի է մի փոքր հաստացնել, ամենահեշտ նկարվող մեղուն պատրաստ է, բաց նարնջագույն մատիտով դեմքն ենք ներկելու սիրելի փոքրիկ բարեկամներ, քերին ասում է շտապիր, մենք պետք է գնանք մուլտ աշխարհ, աչքերն եմ ընդգծելու, քիթիկն եմ ներկելու, ներքևի շրթունքը, աջակողմյա մասից կլորացնելու եմ դեմքը, ալեհավաք պոզիկները, այսպես, անցնում ենք ձեռքերին, սիրելի փոքրիկ բարեկամներ, ամբողջովին չենք ներկում, եթե նկատում եք ձախակողմյան հատվածից եմ ներկում և ոտքերը, վերջ, դեղին մատիտ ուր ես, ես այստեղ եմ նա ասում է, բայց երևի թե, լավ, ամենակախարդական դեղին մատիտը վերցնում ենք, դեմքն ենք ներկելու սպիտակ թողված հատվածները, այսպես, շատ լավ է, պարանոցը, անցնում ենք ձեռքերին, շերտիկները, փորիկի, մարմնի, այսպես, վերջ, շատ լավ է, ոտիկները, բաց կապույտ մատիտով ինչ ենք անելու, թևերն ենք ներկելու, սպիտակ մասեր թողնելով, իհարկե, եթե նկատում եք, ամբողջովին չեմ ներկում սիրելի փոքրիկներ, այ գծիկներն եմ այսպես թարմացնում, կարմիր մատիտով ներկելու ենք ծաղկի թերթիկները, լավ, լեզուն ներկենք, քանի որ կարմիր մատիտն է մեր ձեռքում, թերթիկները ծաղկի, այսպես կանաչ մատիտները մեզ օգնության պետք է գան մուգ և բաց կանաչ մատիտները, տերևիկը այսպես մուգ կանաչ մատիտով կընդգծեմ, նույնիսկ ցողունը, այսպես, հիմա սպիտակ թողված հատվածները բաց կանաչ մատիտով լցնում եմ այսպես, այսպես, շատ լավ է, ապրեք դուք, գիտեմ հիմա հետևում և նկարում եք, խոտիկներ ներքևի հատվածում գծիկից ներքև, նույնիսկ հեռվում խոտիկներ կարող ենք նկարել կամ ուղղակի այսպես կանաչ մատիտով սպիտակ թղթիկը կճնշենք, որպեսզի բաց կապույտ մատիտով թևիկները լավ երևան, այսպես, մուգ կանաչ մատիտը ուր է, էլի խոտիկներ կնկարենք, այսպես, ոտքերի տակ, տեսնես ծաղիկները ում է ուզում նվիրել մեր մեղուն, դուք ինքներդ կարող եք պարզել, հետո, քանի որ ձեր հերոսն է, և դեղին մատիտը, վերջ, ծաղկիկ կլորիկը այսպես դեղին մատիտով նկարեցինք, հեշտ չէ, տեսեք, շատ հեշտ ձևով նկարեցինք մեղու մուլտիպլիկացիոն, կարծում եմ ձեզ մոտ էլ ստացվեց սիրելի փոքրիկներ, ապրեք դուք, հիմա մեր տզիկ մեղվի հետ միասին պետք է թռչենք և գնանք ուր մուլտ աշխարհ, իսկ մինչ մուլտ աշխարհ գնալը մի փոքրիկ հայտարարություն, թող մայրիկներն էլ կանչեք, տատիկներին, պապիկներին, մայրիկներին և հայրիկներին կանչեք, թող այս հայտարարությունը լսեն, տեսեք,
Զիելի փոքրիկներ, դեկտեմբերի 17-ին ուղիղ ժամը 18-ին Քերի մուլտիկնիկը բոլորիդ հրավիրում է Առնո Բաբաջանյան համերգասրահ ներկա գտնվելու մուլտիկնիկ 2022 ազգային մանկապատանեկան ամենամյա երաժշտական 12-րդ մրցանակաբաշխությանը ամանորյա տոնական երաժշտական կրկեսային շոու ծրագիր կլինի, որտեղ մրցանակների կարժանանան ովքեր լավագույնները, փոքրիկ երգիչ երգչուհիները, պարային խմբերը, ծաղրացունները, աճպարարները եւ այլն։ Այնտեղ նաեւ կլինի Քերի մուլտիկնիկը եւ Ձմեռբաբը։ Տոմսերի համար սիրելի ծնողներ կարող եք զանգահարել tomsarkh.am։ Նաեւ կա անվճար առաքում։ Այսքանը այս փոքրիկ հայտարարության համար։ Իսկ այդ ձեր նկարները, նամակները, ծրարները, որպեսզի հասնեն Քերի մուլտիկնիկին, մենք պետք է հիշեցնենք մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Ես խոստանում եմ բոլորիդ նամակները ընթերցել, ցուցադրել ձեր ուղարկված նկարները։ Հա, չմոռանամ, այստեղ չմոռանամ։ Սիրելի մայրիկներ, տատիկներ, պապիկներ, հայրիկներ, բաժանորդագրվեք ձեր փոքրիկի համար։ Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ լիքը հաղորդումներ կարող են դիտել ձեր փոքրիկները եւ սովորել լիքը մուլտիպլիկացիոն հերոսներ նկարել։ Այսքանը Քերի հասկացա։ Քերին ասում է այսքանը ժամանակն է, եթերային ժամանակը մոտենում է ավարտին։ Ժամապահ Քերին է ձեզ հրաժեշտ տալիս։ Մեր ձեռքով ստեղծված մուլտիպլիկացիոն մեղուն։ Ձեզ հրաժեշտ են տալիս ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն կերպարները, Ապաչի ընկերությունը եւ Քերի մուլտիկնիկը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու։ Իսկ հիմա մինչ նոր հանդիպում, Աստված ձեզ պահապան սիրելի փոքրիկներ։ Ալբուլդա։ Hello.